Ասի խոսենք։ Դեղես արի խոսենք հասկանանք իրար։ Ինչ ես վաբշենք է։ Մեզ ինչ դուք ընդեղին չեք սպասում։ Նորմալ խոսի։ Դե ուրեմն չգայր։ Չասեիր, որ հիմա էլ չնեղվեիր։ Հսի ինչ վատ բան կա դրա մեջ, հակառակը։ Հա էլի։ Ինչ վատ բան կա նրա մեջ, որ Էլիզան հղի է։ Այն մարդը, որ մեր ընտանիքը քանդել է, երեխա է սպասում քեզանից։ Գնա, հարխային կարաս գնաս իր մոտ։ Էլիզան իմ կինն է, հասկացի։ Հա դե գնա իր հետ ապրի։ Ինչ ես ուզում մեզանից։ Ինչ ես ամեն օր գալիս գնում։ Ինչ ես ուզում։ Հարմարվել ենք արդեն։ Ընդունում ենք քո ընտրությունը։ Դու իրանց ես ընտրել ոչ թե մեզ։ Գնա ինչ ես անում ստեղ։ Տղես, ինձ էլ տես չասես։ Հեսա կծնվի քո տղեն։ Ավելի ճիշտ տղայի աղջիկը ընդհանրապես հետաքրքիր չի։ Արդեն կարաս մոռանաս ինձ։ Ուզում ես ծերության ժամանակ մենակ չլինեիր, չէ՞։ Հենա, հեսա կծնվի, արխային կարաս մոռանաս։ Լևոն հասկացի, դու իմ տղեն ես, իմ երեխեն ես, ու այն մյուս երեխու ծնվել է, այդ բան չի փոխում, հասկացի։ Փոխում ապա։ Ամեն ինչ կարող ուրիշ ձև լիներ։ Դուք կարեք չբաժանվեիք։ Կարող ես երեխան իմ հարազատ ելներ, ոչ թե խորթը։ Սի այդ երեխան իմ մեղավոր չի, որ ես հանգամանքներում լույս աշխարհ գալիս։ Ես ատում եմ իրեն, պապ։ Ես ատում եմ իրան, ու էլ դրա անունը իմ մոտ չտաս։ Եթե ընդունում ես իրան, ուրեմն հրաժարվի ինձանից։ Սի չես խոսում։ Հա, հիմա ես եմ քեզ ընտրության առաջ դնում։ Լևոն, Զավեն։ Դու գիտեիր, մամա։ Այսօր պատահաբար Էլիզային տեսա ու հասկացա, որ… Հասկացա։ Այսինքն այս պատմությունը նոր չի։ Արդեն մի քանի ամիս կլինի։ Իսկ դու, որ հետս նստած հաց էիր ուտում, ֆիլմ էինք նայում, այսինքն այդ ժամանակ արդեն դու ինձնից այդ ամեն ինչը թաքցնում էիր։ Ես գիտեի, որ սենց ես արձագանքելու, դրա համար այ վախենում ճիշտ ասել։ Վախենում էիր, որովհետև գիտեիր, որ դու ես մեղավորը, ու հիմա ավելի ես մեղավոր դառել։ Հանգիստ, Լևոն, խնդրում եմ, ոչ ոք մեղավոր չի, կյանքը շարունակվում է ու մենք էլ… Հա? Կարող է վաղն էլ դու ամուսնանաս, եթե այդ ամեն ինչը նորմալ է։ Ասեք իմանամ էլի ձեր պլանները, ասեք, որ չեքվեմ ձեր կյանքից, որ կյանքում էլ այդ ձեր դեմքը չտենամ։ Ես հետը կխոսեմ։ Ասմա ատում է իմ երեխուն, դեր չծնված երեխուն։ Զավեն, այս հարցում չփորձես Լևոնին մեղադրել։ Ես իրան չեմ մեղադրում, ես ինձ եմ մեղադրում, որ այդքան ցավ եմ պատճառել իրան։ Բայց հիմա ինչ անեմ։ Ինչ անեմ, ասա։ Այս պայն հորոդ հետ կրվելը շատ սխալ է եղել։ Ուրիշ տարբերակ չկար, մեկը կրվելու ենք, մեկը ասելու իրեն ինչ մտքին կա։ Բայց ջղայնացած ա եղել, ինչ էիր ուզում։ Ուզում հասկանա ինձ մերս, ուզում ինձ թիկունք լինի, ոչ թե սաղին պաշտպանի ինձ մեղադրի։ Դու սխալ էիր։ Ախր դու ինձ չես եղել, չգիտես ոնց ա եղել, ոնց կարամ ես սխալ լինեմ։ Մեզ բաժակները լվացի։ Պետք չէր, ես կանեի։ Դե չուզեցի, որ տատիկդ գա տեսնի, որ կեղտոտ են։ Դա ոնց ես։ Լևոն գերասել է ինձ մեղադրում, ոնց պետք է անեմ։ Լսի, ես դա չեմ եղել, բայց արդեն պատկերացնում եմ ինչա կատարվել։ Առաջի անգամը չի, որ Կարենին անտեղի բշտում ես, դավո։ Բայց այս անգամ ոնց որ Կարենը չի եղել խնդիրը, չէ՞։ Այսինքն
Ինչ ա եղել, բա Դավո։ Սյուզին։ Չէ Դավ։ Ես վել բան չասեցի, այդ Կարենը անիմաստ կատաղեց։ Ոնց որ իմինյա դու անեն, իրար ձեռներ են բռնում բան։ Ուզում են ասեն, տես Դավո ջան, իրար հետ ենք մենք։ Իրանք իրար հետ չեն։ Ոչ մի պաշտոնական բան չկա։ Ահա լուրերով ցույց չեն տվել պաշտոնական չի, հա։ Դու լավ էլ հասկանում ես ես ինչ նկատի ունեմ։ Ու հետո եթե նույնիսկ իրար հետ լինեն, հո չեն նստելու սպասեն քո ռեակցիային Դավո։ Իրանք սիրում են իրար։ Լավ շոկ է հերիքա։ Չէ, թող ասի, թող սաղ ասի։ Այդ նենց մի խնայեք ինձ։ Դե Դավոն քարից հա, Դավոն կդիմանա։ Լավ հանգստացի, քեզ մի քիչ տաղավարի պա ինչ մի թուլացել ես։ Շակի արդեն ուշ է դու գնա։ Ես քո համար տաքսի կկանչեմ։ Գալու եք դասի վաղը։ Չգիտեմ ես։ Կգա։ Կգնանք, հետո կհասկանանք ինչ ենք անում։ Մելսը ճիշտ է ասում, Դավ։ Տանից գնացել ես, բայց գոնե դպրոց արի։ Դե որ դու ես ասում կգամ։ Կարելի է։ Չէ, մամ ուզում եմ քնեմ։ Տղես, Մամա խրտենց արդար չի։ Պետք կինը տարավ ինչը որ մերն էր։ Մեր ընտանիքը, մեր տունը։ Հիմա էլ ուզում եմ խլենց ինձ այն ինչը որ իմն է։ չէ, այդ տենց չի։ Երեխու ծնվելը չի փոխելու Զավենի վերաբերմունքը քո հանդեպ։ Կփոխի մամ։ Հիմա որ գոնե մի քիչ ժամանակ ունի, գալիս է, շփվում ենք, ծնվելուց հետո դա չի ունենալու։ Չէ, տենց մի ասա։ Հա, ես ընդունում եմ, որ նորածին երեխաները մեծ ուշադրություն են պահանջում, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Չէ, մամ։ Այն ժամանակ գոնե գիտեի, որ 2 օրը մեկ հեր ունա։ Գոնե գալիս է գնում է։ Բայց ծնվելուց հետո հաստատ դա չի անելու։ Ես չեմ ուզում, որ այդ երեխան ծնվի։ Լևոն, էլ նման բան չասես։ Այդ երեխան մեղավոր չի։ Ով է մեղավոր։ Ինչ ես մեղք ունեի, որ սենց եղավ։ Ես ինչ որ մեղք ունեի։ Հիմա ես ինչ պետք է անեմ։ Մերսի ախպերս։ Չես ուզում խոսանք։ Խոսացինք էլի։ Չէ, ավելի կոնկրետ ու լուրջ։ Հիմա է դու։ Դավո ես գիտեմ, որ այս պավ 1000 անգամ քո հետ խոսացել եմ։ Հերդ էլ է խոսացել, դասատուներն էլ են խոսացել։ Բայց ուզում եմ հասկանամ, միջև երբ ես ուզում մեզ բանի տեղ չդնես։ Այսինքն։ Այսինքն անիմաստ է եղել այդ ցախ։ Չենք կարող գոնե մի փոքր քո վրա ազդենք մենք։ Դու ուրիշների հետ գործ չունես, դու քո ասելիքն ասա։ Լսի, Դավո, հա մենք ընկերներ ենք։ Ու շատ ժամանակ իրար հետ ենք տափակ կատակներ արել։ Կռվի մեջ ընկել, ծեծել, ծեծ կերել, բայց այդ ժամանակ մենք գիտեինք, որ ճիշտ ենք։ Մենք վստահ ենք, Դավո, որ ճիշտը 100% մեր կողմն է։ Ինչ հիմա տես չի։ Չէ, տենց չի։ Այս վերջերս կոնկրետ մտադրված մարդկանց ես կպնում։ Վատ բաներ ասում, Դավո։ Կոնկրետ վատ բաներ, որ չի կարելի այդ մարդկանց ասել իրանց արտաքինի կամ ֆիզիկական թերության խնդրի մասին։ Ախի չի կարելի որ։ Եթե ասածը սուտ չի, ուրեմն կարելի է։ Չէ, համաձայն չեմ հետդ։ Դու մարդկանց անձնականին ես կպնում։ Ու այն ժամանակ, երբ իրանք քեզ ոչ մի բան չեն արել։ Մարդ կարա սովորական մտնի դասարան ու դու իրան մի վատ բան ասես, Դավո։ Այդ ինչի համար է։ Ես էլի քո ընկերն եմ։ Դու էլի ստեղ ունես։ Ես էլի հետդ եմ, Դավո, բայց ես ուզում եմ հասկանամ այս ամեն ինչի ինչի համար է։ Ինչի ես դու սենց բաներ անում։ Ախպերս դե ես չեմ մտածել որ վիրավորում եմ։ Հա մի բան եմ ասում, սա խնդում են մոռանում ենք հետո։ Ո՞վ է խնդում։ Տեսել ես Բելային մի օր արտաքինի պահով մի բան ասես ու ինքը խնդա։ Ապա աստորեն հարցը Բելան, հա։ Ուրիշ ոչ մեկի մասով սան շեր խորանա։ Այսօր հարցը Կարենն էր։
Սյուզին։ Չեմ հավատում, Դավո։ Դու Սյուզին նեղացրել ես։ Արա այդ աղջկան տենում ես սիրտդ նենց է խփում կողից ձենը լսում եմ։ Ու դու այդ աղջկան նենց ես նեղացրել, որ Կարենը ձև չի ունեցել չխառնվելու։ Դե կատաղել էի։ Բա սենց ո՞նց է արնելու։ Տղամարդ ես, չես կարում էմոցիաներդ կառավարես։ Հերդ ինչ է ասում։ Դե ասում եմ, որ Կարենի դպրոցը փոխելու լինեն, նենց կանի, որ Կարենը մնա։ Ասենք պատկերացնում ես։ Նենց կանի, որ ես դուրս գամ, որ այդ Կարենը մնա։ Եկուց հետս կգաս դպրոց խելոք։ Կգնանք Տոնոյանիդ կխոսանք ես ու դու։ Ո՞ս։ Ինչի՞ համար։ Կգնանք հետը կխոսանք։ Կպայմանավորվենք, որ դու նորմալ գալու ես դասի։ Էլ կրվի մեջ չես ընկնելու, ոչ մեկին չես նեղացնելու։ Մանավանդ Կարենին, Դավո։ Ինքն էլ իր հերթին նենց կանի, որ Կարենի դպրոցը չփոխեն։ Երկուսդ էլ կմնանք մեր դպրոցում ու չեք կրվի էլ, Դավո։ Չէ, մեր սխրտոնանը չի համաձայնվի։ Դաժե ուրախ կնի, որ դպրոցից դուրս մնա։ Այդ եկուց գերեվա։ Պետքա փորձենք։ Ոնց է սիրախ պերս։ Երեխեք։ Ու ինչ երեխեք են ես երեխեք։ Առավոտը բացում ես սկսում պատա։ Գիլասի բանը ինչ։ Ոայ։ Կերոս պատերսի։ Որ դու կորցես դուրս ես եկես ապառա աշխատանք։ Մամ, պապ, ես գնացի։ Նախաճաշ չես արել։ Չէ, պապ, կուշանամ, համեր սոված չեմ։ Լսի, երեք ինչի են Վարդանն ու Ժասմինը անտրամադիր։ Հա դե Կարենի հետ կապված էլի, Կարենի դպրոցը կարող է փոխեն։ Ինչի համար։ Լավ, ես գնամ էլի կուշանամ։ Վազի։ Ափսոս լավ տղա էր այդ Կարենը։ Հա, շատ լավ տղա է։ Սեդա։ Այդ դպրոցում ինչ որ բան է կատարվում, գիտես։ Ասա։ Մի բան ինչ։ Ես էլ եմ մտածում, բայց ախր չես կարող հասկանաս։ Երեխեքի ուղեղում ինչ է կատարվում։ Երեխեքը բրծան հիմա հերն է սկսել։ Ամենուր ես է։ Լավ մեր սա աղբերական, թող չկա մեզով։ Մի հատ տենանք այդ Կարենը ինչ անում։ Չէ, ժամանակ չենք կորցնում։ Հենց այսօր էլ խոսալու ենք Տոնոյանի հետ։ Լավ աղբերական։ Անցի։ Ինչ լավ է եկել ես Կարեն։ Հա, ո՞նց ես։ Մամայիդ հետ խոսել ես։ Մաման չգիտի, որ եկել եմ։ Ո՞նց։ Տենց, մաման մեկա որոշել է դպրոցս փոխի։ Եկել եմ Տոնոյանի մոտ։ Եկել ես հրաժեշտ տաս։ Չէ, հույս ունեմ օգնություն ստանալու։ Ինչով օգնեմ քեզ, ասա։ Ուղղակի եթե կարաս, իմացի թե Ազատը մտնեմ մոտ է, էլի։ Արի հետս։ Ընկեր Տոնոյան։ Կարենն է եկել։ Ուզում է խոսել ձեզ հետ։ Արի Կարեն ջան։ Արի նստի։ Ոնց ես։ Ընկեր Տոնոյան կներեք ինձ երեկվա կռվի համար։ Ես չպետք է հունից դուրս գայի, ես եմ մեղավոր։ Դա լավ է, որ գիտակցում ես։ Մաման մտադարված է դպրոցս փոխի։ Ինչ անում եմ չեմ կարող հակառակը համոզեմ, բայց ես չեմ ուզում։ Այս իմ դպրոցն է, ստեղ իմ ընկերներն են։ Ես չեմ ուզում գնամ։ Դե ես կարող եմ մայրիկիդ հետ նորից խոսել, բայց չգիտեմ որքանով դա կօգնի։ Այսինքն դուք չեք ուզում, որ ես գնամ, չեք հեռացնում ինձ։ Ոչ, ես չեմ հեռացնում, ես ուզում եմ, որ դու մնաս այստեղ, սովորես եւ ավարտես քո ընկերների հետ։ Բայց մյուս կողմից, եթե քեզ այստեղ վատ է։ Չէ, ամեն ինչ լավ է։ Ես չեմ ուզում գնամ։ Կարեն, ինչու չէիր ասում, որ Դավիթը քեզ անհանգստացնում է։ Գոնե տանը ասեիր։
մայրդ կհազանգեր, մենք էլ այդ հարցին ինչ-որ լուծում կտայինք։ Այդ ձեր լռությամբ ոչ մի լավ բանի չեք բերի։ Ընկեր Տոնյան, ախր ես տեսնում եմ ոնց եք դուք ամեն օր Դավիթի հորը կանչում դպրոց, ոնց է ջղայնանում Դավիթի վրա, ոնց է գորգորալով տանում դպրոցից։ Ու ոչ մի բան չի փոխվում։ Իմաստը ասելը, որ գիտեմ, որ ոչինչ չի փոխվելու։ Ես իմ ընկերներին վաղուց խոսք էի տվել, որ արհամարելու եմ իրան, որ բանի տեղ չեմ դնելու։ Բայց երեք ինչ-որ բան ինձ հունից հանեց։ Սյուզին կապ ուներ։ Ես չեմ ուզում, որ երկվա դեպքից հետո ինչ-որ մեկիս կյանքը 180 աստիճանով փոխվի։ Ոնց հասկանում եմ, մայրդ չգիտի, որ եկել ես։ Չգիտի։ Լավ, հիմա դու անցի դասարան։ Չգիտեմ Դավիթը կգա թե չէ, բայց եթե գա, Կարեն, առանց կոնֆլիկտ։ Հա, խոսք եմ տալիս։ Մերսի, ընկեր Տոնյան։ Աննա, Կանչել եք։ Արիանա ջան, այստեղ խնդրում եմ։ Ուզում եմ խոսենք երեկվա միջադեպի մասին։ Ինչ խոսենք։ Ես արդեն զանգել եմ ուրիշ դպրոց ու պայմանավորվել տեղափոխման համար։ Մի արա այդ բանը։ Կարենի համար դժվար կլինի նոր միջավայր։ Այստեղ ինքը սովորել է իր դպրոցին, դասարանցիներին, իրանք են իրեն ճանաչում, ինքն է նրանց ճանաչում։ Նոր միջավայրում գուցե բուլինգի չի ենթարկվի։ Ուրեմն սենց։ Ես Դավիթի դպրոցը կփոխեմ։ Այդպես ավելի արդար կլինի։ Բայց Արսեն, դա իմ որոշումն է։ Կարենը կմնա իր դասարանում։ Հետո Դավիթը այնքան վատ է պահել այս դպրոցում իրան, որ դժվար թե մեկի սիրտը ցավա, որ Դավիթը փոխի դպրոցը։ Ես կարծում եմ, որ նոր դպրոցում միգուցե խելք հավաքի։ չգիտեմ էլ ինչ ասել։ Այսպես, եթե չեն կարողանում միասին նույն դասարանում հաշտ ու համերաշխ ապրել, ուրեմն Դավիթը իր դպրոցը կփոխի։ Գոնե Դավիթը հասկանար իր սխալը ու խոստանար, որ էլ չի շարունակի։ Խոստանալը կխոստանա, բայց իր խոստումը կպահի, խիստ կասկածում եմ։ Դավիթս դժվար տղա է, բարդ դեռահաս։ Հասկանում եմ։ Ինձ է սպասում։ Հա։ Կլինի այսօր դասի չնստենք։ Բան է եղել։ Հա, բայց չեմ ուզում դրա մասին խոսենք։ Դպրոցում է ինչ-որ բան եղել։ Չէ, տանը։ Կլինի գնանք։ Լևոն ուղղակի անցած անգամ որ մամային զանգել էին, չեմ ուզում էլի խափեմ ու իմանա, որ դասի չեմ նստել։ Պարզ է։ Բայց եթե կուզես դասի հետո միասին քայլենք, ես կասեմ, որ բալային ստանն է։ Լավ։ Առաջին դասի զանգը 5 րոպե արդեն տվել, ինչ եք անում դուք ես։ Ներս էին գնում ընկեր Աթոյան։ Ես լավ չեմ զգում, կարելի է ես տուն գնամ։ Ոչ։ Եթե վատ ես զգում, գնա դպրոց։ Կզանգենք, ծնողդ կգա կտանի։ Չէ, լավ է, մերսի։ Ապրես, արդեն լավ ես գնա դասի։ Ինեսա։ Հա, ընկեր Աթոյան։ Ամեն ինչ նորմալ է տղայի հետ։ Չգիտեմ, ճիշտ ասած մի քիչ անտրամադիր էր։ Ինեսա ինչ է կատարվում։ Առաջադիմությունդ լավ չի, գնահատականներդ շատ ցածր են դարձել։ Իմ։ Բայց ինչ բայց, Ինեսա, ինչ բայց։ Ես նայել եմ գնահատականներդ, անգլերենը, ֆիզիկան, մաթեմատիկան, տարեսկզբին լավ էր, իսկ հիմա ոչ, ցածր ես ստանում, ինչ է կատարվում։ Հա, ընկեր Աթոյան, մի ընթաց խնդիրներ կային։ Մամայի հետ էլ կապված տանը խնդիրներ կային, դուք գիտեիք, բայց հիմա բոլորը կուղ եմ։
Այո, շտկիր, անպայման, ազատ ես։ Ես չգիտեմ ոնց այդ երկուսի հետ խոսեմ, որ այդ երեխաներին թողեն հանգիստ։ Ընկեր Տոնոյան, բայց դուք եք իրենց կանչում բողոքում։ Հիմա էլ Ասիա ջան, ես պարտավոր եմ կանչել ծնող եւ ակնկալել, որ իրենք կօգնեն ինձ իրենց երեխաների դաստիարակության հարցում, բայց որ միանգամից կորոշեն դպրոց փոխել, այդ դա չէի սպասում։ Բարև ձեզ։ Խոսելու բան կա, ընկեր Տոնոյան, կարելի է։ Վերջից են սկսում։ Բարև ձեզ, ընկեր Տոնոյան, կարելի է, հետո նոր քո ողջ ելույթը։ Հիմա ինչ դուրս գանք, նորից գանք։ Ոչ, ես ձեր ժամանակը չունեմ։ Ասա դու կարող ես գնալ։ Ասեք։ Ընկեր Տոնոյան, Դավոն շատ է ափսոսում իր արածների համար։ Ինքը լրիվ գիտակցում ու հասկանում է իր սխալը։ Ու ձեզ խնդրում եմ, որ Մի րոպե։ Դավիթը լեզու չունի, որ խոսի, թե ինքան ամաչում իր արարքից, որ շիկնել է եւ պապանձվել։ Ընկեր Տոնոյան, լավ էլ ինչ եք ավելի վատ դրության մեջ դնում։ Դավիթ ջան, ես մի տեսակ նենց չեմ հավատում, որ քեզ կարելի է վատ դրության մեջ դնել։ իրականում Ձեածարցենը Դավոյին ասել է, որ ուզում է դպրոցը փոխի, բայց ինքը չի ուզում։ Ես ինչ կարող եմ անել։ Դավոն պատրաստ է խոստանալ, որ սրանից հետո իրան նորմալ է պահելու։ Էլ ոչ մի կռիվներ, ոչ մի արկածներ ու հիմար կատակներ։ Ճիշտ է ասում ընկերդ։ Ահա, խոստանում եմ։ Հետո, եթե կարաք խոսացեք Ձեածարցենի հետ, որ Դավոյին թողի ստեղ էլի։ Ես չեմ կարող Արսենին համոզել, ոչ։ Ոսե կարակ, ինքը ցես լսում է։ Իսկ կներես, այդ խոստումդ տրված, այս պահից է ուժի մեջ մտնում, թե մի 20 րոպեից։ Չէ, այս պահից սկսած։ Լավ, կփորձեմ ինչ-որ բան անել։ Գնացեք դասարան։ Ավելի ճիշտ մելս դու մնա, Դավիթ, դու գնա։ Դու վստահ ես, որ Դավիթը գիտակցել է իր սխալը։ Չէ, վստահ չեմ։ Բայց այնուամենայնիվ եկել ես բարեխոսես ընկերոջդ համար։ Նենց չի, որ ես շատ մեծ խոսք ունեմ այստեղ։ Ուղղակի ուզեցի փորձեմ։ Դավիթի բախտը բերել է ընկերոջ հարցում ինչ խոսք։ Նենց չի իր համար հեշտ անկեր Տոնոյան։ Սաղ լցվել է իր գլխին։ Ինչ ա լցվել։ Դե ես չեմ ուզում այդ անձնական թեմաների մեջ մտնեմ։ Ուղղակի եթե դպրոցը փոխեց, վիճակը կարող է ավելի վատ լինի։ Այստեղ մենք գոնե փորձում ենք իրան ընդունենք նենց ոնց ինքը կա։ Դե իրականում դրա հետ համաձայն եմ, մենք գոնե գիտենք Դավիթին, իսկ եթե ինքը այլտեղ գնա, չգիտեմ ինչով այդ ամեն ինչ կավարտվի։ Մելս, ուշադիր ինձ լսիր։ Այլևս ոչ մի ծաղրուծանակ Կարենի կամ որևէ այլ աշակերտի նկատմամբ։ Ես դա այլևս չեմ հանդուրժի։ Ես նենց կանեմ, որ չի լինի։ Լավ։ Ապրեք շատ ընկեր Տոնոյան, դուք վերջն եք։ Երեխեք հավատը չի գալիս, որ Կարենն էլ չի գալու։ Ես եմ նեղավոր։ Վայ լավ միլացեք, ես էլ հեսա կլացեմ։ Դե մի հատ հավաքեք ձեզ։ Նա ձեր էմոցիոնալ ինտելեկտը թափտվեք, կենտրոնացեք, հասկանանք ինչ ենք անում։ Հա, Վարդանը ճիշտ է ասում։ Հիմա պետք է մտածենք ինչ անել, ոչ թե նստենք լացենք։ Հիմա այսինքն էլ ոչ մեկ չի ասելու, կներեք իհարկե, բայց լավ չեք։ Ժազ կներես իհարկե, բայց լավ չես։ Չոքես, ես իրեկը հոգիս անեցի։ Ինչ լավ է եկել ես։ Կարենն են ուրախ եմ, որ եկել ես, բայց քո հետ գարը նշանակում է, որ մնալու ես, թե… Դե հələ չգիտեմ։ Ոնց չգիտեմ։ Եկա Տոնոյանի մոտ։ Ասացի, որ մամայի հետ խոսա համոզի։ Խոստացա, որ կօգնի, էլի։ Դե եթե խոստացել է, ուրեմն կանի։ Դավոյին տեսել ես։
Եկել է։ Ես տեսել եմ ասում։ Տոնանին խոստացել եմ, որ կռիվ չեմ անելու։ Դե եթե այդքան բաներ Դավոն հասկանա, ավելի լավ կլինի։ Կապրենք կտեսնենք էլի։ Տիկին Տոնոյան, հենց իմացա եկել եք մի անգամից եկա, բան չի եղել նորից։ Ոչ, ես պարզապես որոշեցի գամ, որ երկուսիդ հետ միասին խոսեմ։ Կարենի մայրն է, չէ, այստեղ աշխատում, ասեցիք։ Աննան հա իմ մոտ աշխատում։ Մի րոպե, հասկացա։ Աննային ասա թող շտապից մոտ գա։ Նստեք, տիկին Տոնոյան, նստեք։ Ընկեր Տոնոյի։ Դուք տեղյակ եք, որ Դավիթն այսօր եկել էր դպրոց։ Ու Մերսի հետ եկել էին ինձ մոտ։ Ես կապի մեջ եմ Մերսի հետ, հակառակ դեպքում այսքան անհանգիստ չէի լինի։ Մենք Դավիթի հետ նորից վիճել ենք ու ինքը այս գիշեր նույնպես մեզ սենց տուն ա գնացել։ Փաստորեն փոխանակ փորձեք լեզու գտնել Դավիթի հետ, խոսեք, հասկանաք իրեն, դուք որոշել եք նորից նրա հետ կռվել։ Լսեք, ես փորձում եմ։ Մի փոխեք Դավիթի դպրոցը, Արսեն։ Ես մեծ հաճույքով եմ դեպքում ուրեմն Աննան կփոխի Կարենի դպրոցը։ Ես Աննայի հետ էլ կխոսեմ։ Արի Աննա։ Արի նստի։ Բարև ձեզ, ընկեր Տոնոյան։ Բարև Աննա ջան։ Ես եկել եմ ձեզ երկուսին խնդրեմ, որպեսզի հանգիստ թողնեք երեխաներին։ Բայց Աննա, երբ որ ես երեխայի ծնողին կանչում եմ դպրոց, իմ նպատակը այդ երեխայի կյանքը բարդացնելը չէ։ Նրան պատժելը կամ տանը խնդիրները ստեղծելը չէ։ Երբ ծնողը գալիս է դպրոց, դրանից հետո երեխայի մոտ պետք է դրական փոփոխություններ լինեն, ոչ թե կյանքը էլ ավելի բարդանա։ Կարենը այսքան ժամանակ դիմացել է մի բանի, որին պարտավոր չէր դիմանալ։ Հետո Դավիթը իրոք մեղավոր է։ Խնդրում եմ ավարտեք, ես այլևս ոչ ժամանակ, ոչ համբերություն չունեմ ձեզ լսելու։ Այսօր երկուսն էլ եկել էին ինձ մոտ, առանձին, եւ խնդրում էին, որ աջակցեմ իրենց, որ դպրոցից դուրս չգան։ Մնան իրենց դպրոցում։ Ես խոստացա, որ կաջակցեմ։ Երկուսին էլ։ Ուրեմն այսպես։ Եվ Կարենը, եւ Դավիթը կմնան մեր դպրոցում։ Իսկ դուք սիրելի ծնողներ, զինվեք համբերությամբ, որովհետև մենք միասին դեռ շատ աշխատանք ունենք կատարելու, որպեսզի այդ երեխաները պատրաստ լինեն մտնել շատ ավելի բարդ կյանք, լի ավելի լուրջ խնդիրներով, քան ունեն հիմա։ Ցտեսություն։ Կարեն մի հատ արի։ Ինչի համար։ Հիմա ինչ եղավ։ Երեկվա եղածը հերիք չէր մեզ։ Այսօր բանից հետո դուք էլ իրար հետ թեմա չունեք։ Ուզում եք իրար ընկեր դառեք, ուզում եք իրար չտենալու տվեք։ Բայց էլ ոչ մի կռիվ ու ոչ մի թթու խոսք իրար։ Ես համաձայն եմ։ Ես եմ։ Всё թեման փակը։ Լավ է, որ բոլորը տեստեղ եք։ Տոնոյանն էր զանգել։
Դավիթն ու Կարենը չեն լքում դպրոցը։ Արծը կարգավորված է։ Հուսով եմ ես խաղաղությունը երկար կտևի։ Լևոն, ես ինչի ես մենակ։ Ինչի չի կարելի։ Դե չէ, կարելի է, բայց եթե դրա համար լուրջ պատճառներ չկան ու եթե դու չես ուզել ինչ-որ մեկի հետ լինել, բայց քեզ մենակ են թողել։ Կնստես հետս։ Տխրելու առիթ չկա, չէ։ Կաբել, իրականում կա, բայց պատճառը չեմ կարող ասել։ Լավ, ամեն ինչ լավ կլինի։ Դու ինձ կարող ես չպատմել, ես էլ կարող եմ ուրիշ բաներից խոսել, որ դու ցրվես։ Էլ ինչի ինձ քոպես չի կարող։ Չնայած երևի ընկեր չես կրա համարես այն մարդուն, ում սիրում ես։ Ես քեզ կարա իմ ընկեր համարեմ։ Բելա։ Ես ինչ է եղել, որ սենց երջանիկ ես։ Սպասի։ Երեկվանից հետս նորմալ չես խոսում։ Հա։ Հա, չես նկատել։ Պատճառը չես ասելու։ Հա, այսինքն պատճառ կա, բայց չես ուզում ասես։ Իմ հետ շատ սառն ես, բայց այդ լյովի հետ երկու բար խոսում ես, ում երկու ժամ ժպտում ես։ Այդ ապուշը չի հասկանում, ոնց ես դու իրան նայում։ Այսօր երեկոյան պարզապես ազատ էի, համել մտածեցի, քանի Ինեսան էստեղ է, գամ միասին երեկոյան տուն կգնանք։ Ինեսան։ Էստեղ։ Չէ։ Իդեպ շաբաթ օրը ինչ ունես անելու։ Առանձնապես ոչինչ։ Կարող է սուրճ խմենք։ Հա։ Այս մի տարին էլ ձգենք, հետո հեշտ կլինի։ Էլ չենք տենա իրան։ Իսկ իրար։ Լևոն, ո՞նց ես։ Նորմալ։ Ապրես։ Էս ինչ էր։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away today.